Բարև ձեզ սիրելի ռադիոլսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արկմենիկ Նիկողոսյանն եմ։ Ձեզանից նրանք, ովքեր հետևում են մեր գրականության ընթացքին նաև այսպես կոչված միջոցառումային մակարդակում, հաստատ պարբերաբար լսում են Ասատուր Հակոբյան անունը, պարբերաբար նոր գրքեր, արդեն 3-ը, վերջերս նաև ներկայացում, մի խոսքով մեր գրական ընթացքին շուք եւ փայլ տվող անուններից է վերջին շրջանում Ասատուրը նոր գիրք հրատարակել Մարդասպանսերը, որի շուրջ էլ կզրուցենք նրա հետ։ Ողջույն Ասատուր։ Կարելի է քեզ կրկին ասել բարի գալուստ Հայաստան։ Փաստացի այո։ Բայց այնպես է ստացվում, որ ավելի շատ Հայաստանում ես լինում, քան Ֆրանսիայում։ Նորություններ էս անգամ ինչ որ բացառիկ կերպով էս ամենը ստացվեց, նախատեսված չէր։ Հիմա որ արդեն այնպես պիտի ստացվեր, որ 2 ամսից անցնելու եմ գործերի, իսկ հենց անցնում եմ Ֆրանսիա գործերի, մոտ մի տարի ոդկաս կապվում է։ Դրա համար էս ամենը, որ պիտի մի քիչ ավելի ուշանայի, մի քիչ շտապեցրեցի, որ մի տարի քեզ չենք տեսնելու Հայաստանում, բայց վստահաբար այդ ընթացքը կօգտագործես նոր գիրք կգրես, որը կհրատարակես հայերեն։ Գանք մարդասպանսի մեջ է։ Այո, ընթացքի մեջ է։ Մենք ինչքան զրուցում ենք, դու միշտ ասում ես ընթացքի մեջ է։ Մարդասպանսերը նախ էլի ֆրանսերեն լույս տեսավ, հետո նոր հայերեն, արդեն ֆրանսերեն գրել է, ես անգամ բացառություն անցած անգամ իդեպ ասեցի հավաքմանը, որ առաջի անգամ հայերեն։ Ճիշտ է։ Սա շեշտենք Մարդասպանսերը վեպի բացառիկությունը գրվել է ֆրանսերեն, բայց ի տարբերություն նախորդ երկու գրքերի, ոչ թե առաջին անգամ լույս է տեսել ֆրանսերեն, այլ հայերեն։ Գանք գրքին Ասատուր, ես էլի մեծ հետաքրությամբ կարդացի վեպը, դրանապես քո գրքերը ես կարդում եմ մեծ հետաքրությամբ, բայց որոշակի խնդիրներ այնուամենայնիվ ծագում են, այդ process-ների հետ կապված, որովհետև տեսնում եմ, որ դու շեշտը դնում ես ոչ այնքան տրամաբանական զարգացումների, ավարտների վրա, այլ քեզ համար շատ կարևոր է ընթացքը, ինչ որ բաներ կատարվեն, ինչ որ խելացնոր, ինչ որ վարկածներ առաջադրող, երբեմն նաև սարսափ եւ այլն։ Այս դիտավորությունը նկատի ունենալով ի վերջո քո գրականության նպատակը եւ Մարդասպանսերը վեպի նպատակը ո՞րն է։ Ինչ որ նպատակային չէ, ինչ որ պատկերացրել եմ մի կերպար, որ իրեն ուժեղ համարելով իր արկա թուլությունները չի նկատում, այդ արկա թուլությունները բերում են նրան, որ ինքը վերջնականապես կործանում է ոչ միայն ինքը, այլ կործանում է նաև իր ողջ շրջապատը։ Իմաստը դա է, ես պատկերացրել եմ այս ամենը, որ կարող է լինել հնարավոր, ու ընթացքը իմ մոտ այսպեսին է, Արկմենիկ ջան, մենք արդեն խոսացել ենք այդ թեմայի շուրջ։ Մենք շատ բաներից ենք խոսացել, բայց հիմա ոչ ես եմ հիշում, ոչ էլ ինչ եմ անդրադառնում այս ամենին, իմ մոտ ամեն ինչ որ པարզ է, մի տեսակ կարող է այդ ընթացքը ասացիդ պես ցնորային թվա, բայց ես գրքի սկիզբը, մեջտեղն ու վերջը հստակ գիտեմ ոնց է ընթանալու, մեջտեղ ուր պիտի գնամ, վերջ ուր պիտի գնամ։ Հերոսներին կերտում եմ, հերոսները արդեն իրենք սկսում են ապրել ու իրենց ճանապարհով գնում են։ Դրա համար տեղ-տեղ ինչ որ անհասկանալի շրջադարձերը գալիս են անից, որ հերոսը ինքուհակի անսպասելիորեն կարող է շեղվել ու գնալ ճանապարհով։ Բայց վերջին հաշվով բռնում, անկախ ինձանից շատ հաճախ, որովհետև տեղ-տեղ հերոսները իրանք են թելադրում ինչ պիտի լինի։ Արդեն հերոսը կերտվել։ Աստատուր կատամելի քննարկել ենք այս հարցը, նուար ժանրով էս էլի ստեղծագործել, միջավայրը Փարիզյան, որովհետև այստեղ կոնկրետ տեղեր են, իշտակում կոնկրետ ավենյուներ, ինչ որ փողոցներ եւ այլն։ Ինձ միշտ հետաքրքիր էլի, մեր ժամանակներում ոչ մի բանով չեն զարմացնի մարդկանց, էլ էս տեխնոլոգիաների զարգացման, բայց սա հնարավոր իրականություն է, թե իրականություն է պարզապես նուար վեպի շրջանակներում։ Ինքը 100% պատմությունը կոնկրետ 100%-անոց կարող է մյաց զուգահեռ աշխարհում տեղի ունեցած լինի, որովհետև ինքը լրիվ հնարավոր բան է, այդ ամեն ինչը ոնց են մարդիկ ընդհատակի աշխարհում գործում ու իդեպ այդ Մարսելի Փարիզի կապը պատահական չէ, այդ ամեն ինչը իրոք է ճանապարհներով բարձրանում ու իջնում, լրիվ հնարավոր 100%-անոց վարկած է, որ կարող է ինչ-որ մեկը ապրած լինի։ Հերոսի ազգանունը հայկականի նման է, հայ է։ Ես հիշում եմ, որ վեպում են հարցաքննության ժամանակ, երբ որ ինքը եւ Լիզան մտնում են ոստիկանական բաժանմունք, անունը չեմ հիշի, դժվար անուններ են կին ոստիկանի, ասում է, այո, որտեղից քեզ էս ազգանունը, ասում է հերվից։ Այդ հերուն հայկական է եւ ելի եմ նկատել նախորդ վեպերում էլ, որ հայկական տարը այնուամենայնիվ կա։ Հիմա տես, եթե սյուժեն այդուհանդերձ ոչ գաղափարական, ոչ հայրենասիրական ինչ որ խնդիրներ չես դնում, դու այդպեսի քեզ համար ինչով է կարևոր, որ անպայման հայ մարդ լինի այդտեղ կամ ինչ որ հայկական նշաններ ու ակնարկներ։ Քո հայությունն ես մատնում թե ոչ։ Ես իմ հայությունն եմ մատնում, ես իմ հայը հայելնելու հետ
շատ ուժեղ եմ կապված այդ կերպարի հետ ու ասենք իմ կերպարները ես միշտ ելի եմ առիթ ունեցել ասելու ես ինձ կարող է տարբեր մասերի բաժանեմ իմ կերպարը գործի իմ էս հոգեբանության այսինչ ազդեցության տակ կերպարները գործող ես եմ կերպարին էլ անպայման ուզում եմ այդ գործող կերպարներից մեկը գոնե հայկական արմատներ ունենա ինձ մեջը տեսնելով իմ հայ տեսական մեջներով իհարկե կերպարը այս դեպքում կոնկրետ ինչ որ հայ տեսակ չի արծարծում այդ դա էլ էր կարևոր որովհետև ես հիշում եմ մեր դասական գրողներից էր կարծեմ որ հայ մարդուն այդքան լավ հատկանիշներով չէր օժտել մեղադրում էին թե հայ մարդ մենք ենք դա չէ որ այդքան լավ հայ մարդ կնչեց վերցրել են այս մարդուն սարքել էլի կերպար վեպի համար սա էլ էս ընտրությունն էլ ունենալ անպայման հայ մարդ հա վեպում բայց այս տեսակ Օրինակ ասենք ես կոնկրետ այս պարագայում ես ուրուրի կերպարը վատ մարդ չեմ համարում։ Մի քան մարդկանցից է որ հայտնվել է մի միջավայրում, վերջին հաշվով չնայած իր վայրագություններին ինքը ինչ որ կոդերի է հետևում, ինքը արդար կոդերի է հետևում, եթե այդ կոդերին դեմ է գնում, ինքը չի վարվում եւ այլն։ Իմիջայլոց գրքի վերջը ամեն ինչն ասում է, ինքը պատրաստ է վերջի մասին չխոսենք։ Հարցը հենց նրանում է, որ Ստեղ մի քիչ ուրիշ հարցել կա, գիտես, ես ապրում եմ Ֆրանսիայում, ստեղծագործում եմ այնտեղ դու չես կարող ամեն անգամ ասես, գիտես, չարերը օտարներն են, մեր հայերը մենակ բարի են, ստեղ մի քիչ նուրբ գործելակերպի հարցել կա, ֆրանսիացիներից։ Հասկանում եմ, բայց բարի հայ ելներ ես։ Որ նայում են գրքում առհասարակ ինչ որ բարության ու ինչ որ մարդիկ իրենց նեղնակած իրավիճակներում ինչպես են իրենց դրսևորում մարդկանց պորտկումների մասին, ոչ թե ինչ որ փորձել են բարին ու չարը ներկայացնել գրքում։ Շատ լավ։ Մի ուրիշ հատկանիշ էլ որ ես ամրագրեցի, սա նաև ինչ դիրքերից եմ ասում, որտեվ ես երևի եմ բացառիկ մարդկանցից եմ, որ քո բոլոր գրքերը կարդացել է։ Եվ կարող է իրեն թույլ տալ համատություններ, զուգահեռներ, առավելություններ եւ թերություններ նշել, ինչու՞ չէ։ Կարծեմ անցած անգամ մենք խոսում էինք քո առաջին փորձի մասին, որ ինքդ որոշեցիր գիրքը թարգմանել ոչ թե վստահել, այլ թարգմանչի։ Ես այս անգամ իհարկե տեսա, որ ավելի մեծ աճ կա, հա, լեզվական, բայց նաև ինձ բռնացրի, որ ինչքան լեզուդ բացվում է հայերենը, ինքան շատ է սկսում քֆուր քյաֆար կապել, հայոյել, ինչ որ ծանր բառեր օգտագործել, էլի։ Եվ այս ֆենոմենն էր ինձ հետաքրքիր, լավ հայերեն իմանալը նաև այդքան ազատ խոսելն է։ Այո եւ ոչ կոնկրետ այս պարագայում կոնկրետ եթե եկել են ինչ-որ հայհոյանքային դրվագներ կան իդեպ դրանք դրվագային պահել են կարևոր հայհոյանքներ այլ տեն շատ սլենգային փողոցային գիտես հիմա հարցը սենց է ես ներկայացրել եմ մի հատ տեղ որտեղ ժեղ բառը ճիշտ է ժեղ ես ներկայացնում աղբային միջավայր ես ներկայացնում իրանք աղբի պես էլ պիտի խոսան խոսքերով փորձել են որ միջավայրը ընդգծեն միջավայրը իմաստը է եղել դրա համար այդ պահերին տենց ես այդ պահերին դոպ երեք մտում եմ Հանեմ թե չանեմ, հանում եմ, հետո զգում եմ, որ հոգին էլ հանեցի, հետ եմ դնում։ Կոնկրետ այդ պարագայում եղել է, զգացել եմ, որ հոգին մեջից հանել եմ։ Ասա դու իսկ այդ դեպքում տես հարազատության եւ համոզչականության տեսանկյունից։ Օրինակ ունես ուկրաինացի հերոս էստեղ, որը նաև ռուսերեն է խոսում, մեկ կամ ուկրաիներեն չգիտեմ, որտեվ ես կարդացի ռուսերեն էր։ Հա, հայոյանք է, չեմ ուզում հիմա երթերում հնչեցնել, բայց ամեն դեպքում, երբ որ ի վերջո պարզվում է վեպի միջավայրը, որ փարիզյան է, հերոսները այնուամենայնիվ ֆրանսիացիներ են, որքան էլ դու դա կարևոր ես, չկարևոր ես, բայց ամեն դեպքում ինչքան էլ հա հաշվի նստենք այն փաստը որ վեպը թարգմանված է կամ չգիտեմ ինչ արդյոք համոզչականության տեսանկյունից ճիշտ է ֆրանսիացու բերանում դնել այնպիսի փողոցային խոսքեր կամ հայհոյանքներ որոնք զուտ հայկական են հայհոյանքները ինչ որ ազգություն չունեն թարգմանվում են նույն կերպ ես այսօր բավական ազգեր եմ տեսնում Ոսկե արա այ ջահել բան էլի ֆրանսիացի իրանք էլ ասում են այսպես դաբուծի կամ մյուսը ինչ որ իրանք ինձ ձևով են ասում բարացի չէ բայց իրանք իրանք խոսքի մեջ մեր փոխարինող խոսքը տենց է հիմա ասենք իրականում տենց չի օրինակ նշում ես այդ ազգությունները մյուսը իրականում ասենք որ տեսնում ես այնտեղ ճիշտ է ինչ որ հանցագործ աշխարհի անդրադառնում է բայց հանցագործ աշխարհի անդրադառնալը որպեսի կերպարի ստանեմ իմ ուզած տեղ իրականում ինչ որ կրիմինալ աշխարհի մասին չի պատմությունը Ֆրանսիայում մի բարձ իրականություն կա ինչի ուկրաինացի երկու զակի ու ջիմի եղբայրները գնչուներ են եւ այլն իրականում Ֆրանսիայում ասենք հանցագործ աշխարհի ներկայացնողներ ֆրանսիացիներ համարյա չկան տարբեր ազգերն են դրա համար եմ ես ամենը մեջտեղը կա հայ մեջտեղը կան գնչուներ կան ուկրաինացի կան տարբեր տեսակ այնտեղ որ ասենք ինչ որ մտած հանցագործ աշխարհը որ ինչ որ թմրանյութերի վաճառքով զբաղվեն այդ ինչ որ լուրջ բաների մեջ Ֆրանսիացի կարող է մի երկու հատ տեսնես, այն էլ ոստիկանական համակարգի, որ կաշառակերեր մի երկու հարցերով զբաղվում են։ Թե չի իրանք այդ աշխարհում ֆրանսիացիները բացարձակապես բացակայեն, իրանք կարած դրած ոստիկանական ու զինվորական համակարգում։ Փողոցային շրջանակներում ֆրանսիացիները շատ քիչ ես տեսնում։ Ասա դու մյուս հատկանիշը, որով այս վեպը առանձնացավ ինձ համար ընթերցումների մեջ, իր չափազանց դաժանությունն էր։
էլի չեմ ասի թե քո նախորդ վեպերը չունեին այդպիսի տեսարաններ, դրվագներ կամ պատկերներ, բայց այս անգամ ուղղակի տվեցիր անցար էլի, հա, բոլոր սահմանները, տես, օրինակ այդ ուղեղները ծխելու տեսարանները, հա, կամ աղիքները թափելու տեսարանները, ես ճիշտ ասած նույնիսկ կարդալու ընթացքում սարսռացի երբեմն։ Հիմա հարցս երկու այսպես տեսանկյունից տամ էլի, դա նուար վեպի կանոններից է մեկ, արդյոք դու հակված ես այդ պատկերները հենց այդքան նատուրալիստորեն տալ, եւ երրորդ չես կարծում, որ գիրքդ ոչ դրական կամ ոչ բարերար ազդեցություն կարող է ունենալ, ասենք պատանի ընթերցողների վրա, որտեղ շատ դաժան են պատկերներ, ընդ որում նույնքան ժամանակ էլ այնպես էս գրում վեպը, որ գայթակղի չեն, ծխել, թափել, չգիտեմ, աղիքներով ես ինչ սարքել եւ այլն։ Ազդեցության հարցը սենց է, ազդեցության հարցը ես պատկերացնում եմ, որ նախ տեսնում ես, որ այնտեղ կերպարներին եւ չեմ խնայում, ինչ որ կերպարը դաժան մարդ է, ասենք ասենք կոնկրետ այդ параգրաֆը, որ կերպարները իրանք այդպես են վարվում, իրանք են ողի, իրանք նախ լավ մարդիկ չեն, երկրորդն էլ ողի են աստիճանյան, որ իրանք հասնում է իրանք, իրանք տենց են պատկերացնում, ոչ թե իրանք այդ բաներն անում են տենց պատկերացնելով։ Դրա համար ասենք ես գիրքն եմ դարձնում, որ այդ անողները իրանք պատիժ անպայման կրեն, որ բարձրի այդ ամեն ինչը պատիժ ու հետևանք ունենա։ Հա։ Հիմա այս ամեն ինչը դրա հետևանքն է, թե ասենք ինչ որ սովորեցնելու եւ այլն, բոլորովին, ասենք ես դրա համար այդ ամեն ինչը ներկայացնում եմ այն կարգի նողկալի տեսարանների տեսքով, որ բոլորին գրեթե սարսափեցնի, սարսափ ինքը տեսած զգացել, որ իրոք նողկանքը լավ բառ է։ Հա, հիմա այսօր գիտես, մի հատ հետաքրքիր ասում ես բան հիշեցի, ուրեմն մի անգամ մի հատ կադր էի նայում, ինչ որ հոկեբան էր, որ հետաքրքիր հոկեբան էր ինքը, այն բաների չի, որ մարդկանց թաղում իր մանկության տակ, տենց դեպք չի։ Ասում է իր երեխեքին ինձ միջավայրում է երեխեքը մեծանում, որ թմրանյութերը շատ տարածված են, ինքը հարուստ միջավայր է, բայց հարուստ միջավայրում էլ փող ունեն դե թմրանյութերը գրելու։ Ասում եմ մի անգամ երեխեքից վերցրեցի, ասում եմ տարա մի հատ ինչ որ լքված գործարան կար, այդտեղ ասում եմ այն թմրանյութերին ես արդեն գալիս էին հոգին թարանչը տալու, վերջին հոգի շունչը տալու, ու ասում եմ որ գնացինք այնտեղ տեսան երեխեքը թմրամոլի վերջն ինչ է, այնտեղ իրանք իրաց վրա կուտակված, տուալետը իրանց կողքը եւ այլն, մի sense ահավոր վիճակ, ասում եմ երեխեքան են սարսարեցին այդ տեսանից, որ արդեն հասկացան որ կյանքում մեր պետք է թմրանյութի մոտ չգան։ Այսինքն դու նաեւ սրանով հակառակ էֆեկտ հակա ես այդ ամեն ինչի մեջ այդ հակա հոգեբանությունն եմ փնտրում։ Շատ լավ, ասա դու գանք սիրուն։ Այս հարցը պետքա տամ նոր հաջորդ հարցը տամ էլի։ Արդյոք սերը ամենակարևոր բանն է այս վեպում այդուհանդերձ։ Իմ խորին համոզմամբ ես այնպես էլ ներկայացրել եմ, որ այդտեղ սիրո ազդեցությունը չներ, կյանքում պատմությունը երբեք պատմությունը այդ ուղղությամբ չէր գնալ։ Առանց սիրո այդ կոնկրետ այս параգրաֆում շղթաներ են ծառայում, որ շղթայում է կերպարին, որ տանի իր ուզած տեղը, առանց սիրո պատմությունը հաստատ այդ ուղղությամբ չէր գնալ։ Այ տես են դաստիարակիչ բանի մասին, որ խոսում էի ազդեցության տեսանկյունից, ստացվում է, որ սերը մի վարքանում օրինակ անունը փոխած Լիզայի սերը կարող է փոխել ուրուրի կյանքը, հա, հանցագործ մարդ տարբեր խմբավորումների մեջ մտած եւ հանկարծ այդ նույն սիրո պատճառով այդ նույն ուրուրը կարող է սպանել իր տասնամյակների գործընկերներին ու հանկարծ ինքը այդ սիրո ազդեցությամբ այդպես նկատեցի էլի սյուժեի ընթացքը մեկ էլ պարզի որ ինքն էլ է ոստիկան եւ հետո պարզի որ ոստիկանությունում էլ հարցեր ունի բայց ինչ ենք մենք տեսնում դրանից առաջ մի կես ժամվա հանդիպում, ընդ որում հանդիպում որոշակի դիտավորությամբ մարդը սիրո քողի տակ փորձում է գաղտնազերծել ուրուրին։ Հա, հետո այդ կես ժամվա սերը արդյոք կարող էր նման դարակազմիկ զարգացումների պատճառ դառնալ, էլի, որտեվ տեսնում ենք մարդը, ինչպես վեպում ենք բազմիցս տեսնում ենք, կանանց պակաս չուներ, նույնիսկ էլի նույն հարցաքննության ժամանակ պարզվում է, որ բոլորին ձայնագրած ունեն եւ այլն կոնկրետ այս параգայում ուրուրը այդ պահին որ ինքը գործում է Լիզայի համար սիրուց մղված չի անում մենք խոսեցինք որ ուրուրը վերջին հաշվով մնում էր մի մարդ որ իր կոդերին հավատում էր ուրուրը ուղղակի պատրաստ չէր այդ պահին զոհաբերեր ինչ որ մեկին որ ինչ որ ում անեղ էր համար ուրուրը դրանից հետո իրականում Լիզայի վրա սիրահարվում այդ ամենը բայց չմոռանանք որ ուրուրի կերպարը որ նաև Էվանն է Էվանայի կերպարը այն կերպարն է որ ինքը իր կյանքում շատ լավ ասեցիր ինքը իր ամբողջ կյանքը սուտ է կառուցված եղել ինքը այդ ամեն ինչի մեջ մի անգամ ինչ որ ճիշտ բաներ տեսել իր հոգու սրտից զգացած այդ անմեղությունները Լիզայի տեսել ու այդ ամեն ինչի համար ինքը Լիզան էլ քոկված է ինչ դե ինքն էր տեսել դերը լավ էր խաղացել որ ինքը Լիզայի հետ լավ էր խաղացել Լիզան լավ էր դերը խաղացել հասկացա
Ու իդեպ Լիզան ինքն էր զոհ, արդեն պատմությունը երբ որ պատմությունը զարգանում է, մենք դիտավորյալ ֆինալին այդպես եզրափակիչ մասին չենք անդրադառնում, որովհետև դա կարող է ինչ-որ բաներ փչացնել։ Խոսեցինք, որ դաժան տեսարաններ կան, նողկալի տեսարաններ կան, բայց սեր կա այնուամենայնիվ, որը քո նախորդ գրքում էլ կար եւ ընդհանրապես ես համարում եմ, որ չի կարող լինել լավ գիրք, ընդհանրապես ինչ որ լավ կինո, լավ կյանք, որի մեջ սերը ինչ որ դերակատարություն չունի։ Այս դեպքում բա ինչու մարդասպան սերը։ Իդեպ սա նոր բնորոշում չի, որտեվ սիրո այդ զգացմունքը շատ մեծ մտածողներ միշտ համաբանել են մահվան հետ, էլի, որտեվ ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, օրինակ ասում էր Տերյանը, բան եւ այլն, էլի։ Սերն է ծառայում են գործիքը, որով այս վեպում լինում են սպանությունները ամենատարբեր, թե սերը այստեղ սպանում է այնքանով, որ ոչնչացնում է մարդու էությունը։ Սիրել նշանակում է նաև ապրել կորցնելու վախով։ Ամենալավ դու էլ տենց ես սահմանում։ Մի վարքյան կրկնեմ, որ հիշենք, սերը դա նշանակում է ապրել Սիրել նշանակում է նաև ապրել կորցնելու վախով։ Ապրել կորցնելու վախով, լավ էր։ Հիմա ասենք կոնկրետ այս պարագայում սերը ինչ որ ընչաքաղցություն առաջացնող իրավիճակ է, բայց Արքմենիկ ջան, ես այսօր քեզ նորություն չեմ ասի, որ մարդիկ չէ, բայց մեր ռադիոլսողներին կա։ Մարդիկ, քո հետ խոսալով խոսում եմ մեր ռադիոլսողների հետ, այսօր մարդիկ անգամ իրենց սիրո առարկային առարկ ասածը լավ չի, իրենց սիրո աղձի ամուսինը կնոջը կին ամուսնուն կարող անգամ սպանել սիրարված լինելու խանդի հողի վրա։ Անգամ մեր սիրած էակին են մարդիկ վերացնել սիրո պորտկումի խանդի ազդեցության տակ։ Սպանել սիրո համար։ Իսկ այսօր, բա ոնց այսօր այդտենց բաներն չի որ կյանքում ականատես չենք եղել կամ գոնե ինչ-որ մեկի պատմությամբ չենք լսել, այսօր որ ասենք սերը չի կարող դրթել, սիրո մանիպուլյացիան չի կարող դրթել մարդկանց սպանությունների մեծ վայրագությունների, առաջինը մենք մեզ կխաբենք, լավ գիտենք, որ իդեպ ես գրքի վրա այդ ֆրազը դուրս եմ բերել, իսկ սերն ավելի շատ երջանիկներ է ծնել թե դժբախտներ։ Ես իմ խորին համոզմամբ կարող եմ ասել, որ չկառավարված սերն աշխարհին ավելի շատ դժբախտներ է ծնել, քան երջանիկներ։ Կարճատև երջանիկներ շատ է ծնվել, բայց երկարատև դժբախտներ շատ ավելի շատ։ Ինչ ես ուզում ասել այս վեպով, ասա դուր։ Այս վեպով ասածը սենա, որ այսօր գիտես աշխարհի ամենալավ բանն է լինի, եթե մենք որպես մարդ կառուցված ու պատրաստ չենք, մենք դրա ալիքի տակ գնում ենք։ Կամ ալիքի վրա մենք սորֆինգ ենք անում, կամ ալիքը թողում ենք մեզ խեղդի տանի։ Այսօր իմ նպատակն է նա, որ հաղորդագրությունն է նա, որ հասնի ընթերցողին, որ ինչ էլ անենք, եթե մենք մեզ չենք կառուցել, անգամ լավ բանը մեզ կարող է կործանել։ Ես խոսում եմ նրա մասին, որ մեզ կառուցել է պետք է, այսօր որ նայում ես գրքի բոլոր կերպարները գրեթե անկառույց կերպարներ են, ու իրանց բոլորի կործանումը գալիս է դրանից, որ իրենք իրանց չեն տիրապետում։ Եվ սիրո պակասից ինչ որտեղ էլ եթե գրքի վրա վերնագրին անդրադառնանք, ասա դուր մեզ այնպես ես վարժեցրել, որ քո հետ զրուցելը պետք է ավարտենք քո ծրագրերով, ծրագրերից խոսելով, հա, ասացիր, որ 1 տարին Ֆրանսիայում անցկացնելով նոր գրքի վրա կաշխատես, եթե գաղտնիք չի ինչի մասին, որտեվ միշտ ասում ես, չէ, սկիզբը, մեջտեղը, վերջը գիտեմ։ Իրականում իմ մոտ այս անգամ ուրիշ գիրք է սկսել, բայց իմ կերպարները միշտ բարձր սկսում են ճճալ, լինում է որ գիրքը կիսատ եմ թողում, հետ եմ գալիս մի ուրիշ բան եմ սկսում։ Այդ կարգի շփվում են։ Հա, օրինակ ասենք քոր եկողոքին նախորդը գրելուց ես պիտի գրեի զգայունները կիսատ մնացին, եկավ, հետո մարդասպանսերը սկսեց բարձրաղավակ բարձրացնել։ Հիմա նորից զգայունները որ պիտի լինեն 4-րդը կամ 5-րդը, այս անգամ պատմությունն անցել եմ վերնագիրը չասեմ, չեմ մի ասա։ Նարգիզի բույրից տեղյակ ես մեծ կերպարի մասին, իդեպ դու ինձ վերջում հարցրեցիր, կերպարը մի տեսակ կիսատ էր, եկավ ինչ որ արեց գնաց, հիմա Գայելի մասին է, որ Գայելը իմ գլխավոր կերպարն է, արդեն 4-րդ գրքով գալիս է Գայելի ինչպես է աճել հասել են աստիճանի, որ Նարգիզի բույրի գրքի մեջ ինքը այդ ազդեցություն ունեցավ ու գնաց։ Հիմա արդեն ես խոսում եմ Գայելի աճի մասին, ով է Գայելը։ Այդ զարգացումներ են սպասվում։ Ես հուսամ, որ ու մի դեպ նույն հաջորդ ստենդափը արդեն Խաչմերուկում 2-3 է շարունակվում։ Այդ ստենդափն էլ իդեպ գրքից հետո ծնվեց դրա գաղափարը, գրքերից հետո ստենդափ անելու գաղափարը։ Ես իդեպ քեզ երկրորդին հրավիրել էի հարմար չեղավ գալու քո եկողին, այդ ժամանակ կնայեմ խայտարական է։ Որևէ չէ, ոչ թե ստենդափին նախորդին անգամ գրքի շնորհանդեսին, որ ամեն անգամ ես ճարերով հանդես եմ գալիս, գրեթե ընկերներս ստիպողաբար ասեցին պիտի ստենդափ անես, մոտդ ստացվում է լավ է։ Ու ստենդափը ճիշտ է գրքերին որոշումներ, ստենդափը գրեթե ին որոշումը չէր ինձ գրեթե ստիպեցին որ անես։ Փորձեցի ասի տեսնեմ ինչա, տեսա որ ստացվում է, հիմա արդեն գրքի պես կարևոր բան է դարել իմ համար, էլ նժարը այս կողմեն կողմ չի գնում հավասարական։ Այսինքն գալու ես ոչ միայն նոր գրքով, այլ նաև նոր ստենդափով ոնց։ Հիմա արդեն ձևաչափը տենց են պատկերացնում, որ հանդեսներս գրեթե լինելու են ստենդափային կերպով։ Շատ լավ, շնորհակալություն ասատուր, ուսամ մյուս գալուծելի մեզ կհիշես եւ հյուրընկալվես Նարային ռադիոյի մեր տաղավարում։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի արձակագիր, արդեն նաև ստենդափեր
Աստղ Հակոբյանի հետ մեր զրույցի թեման նրա մարդասպան սերը Նուար վեպն էր։ Լավ եղեք։